Անցյալ տարվա համեմատ մեր մունիցիպալիտետի շատ գյուղերում այս տարի կրճատվել են ցանքատարածությունները։ Այս ամենի պատճառն այն է, որ նախորդ տարիների համեմատ անցյալ տարվա կատարած ծախսերը չգերազանցեցին ստացած եկամուտին։ Հարցազրույց ունեցանք Օրոջալարի բնակիչ փորձառու հողագործ Դավիթ Չոբանյանի հետ, ով փաստեց մեր ունեցած կարծիքը։ Օրոջալարում եւս կրճատվել են կարտոֆիլի ցանքատարածությունները։ Օրոջալարը այս տարի աշխից քչացուցել է նախագի մարտիկ, վերնոր շատ կցանեին։ Հիմա արդեն շատ են քչացուցել, որովհետեւ տեսնենք որ ոչ տախոտ կա, ոչ էլ կրնան բերքը ծախել, ինչ որ կուզեն։ Ծախսերը շատ, արդյունքը շատ քիչ։ Թե անասնաբարության մեջ, թե կարտոֆիլագործության մեջ։ Իհարկե, որը շատ ցավալի է յուրաքանչյուրիս համար։ Մարդիկը քարտորը կսեն ամեն տարի ցանեն ու կսեն ես էլ քարտոլ չեմ ցանել։ Էլ ինձ պետք չէ քարտոլը, բայց կա օրը կհասնի Բարդադի ցանենք իշք խոսի 20 սոտ, մի հեկտարը 2-3, 10 հեկտար, 20 հեկտար ցանենք, թե չէ առանց հետո չի ալենա։ Հույս կունենան որ ինչ որ մի բանը մելենադի, բայց էլի նույն տաշտակի վրա է։ Խոսքին Coca-Cola-ն ծախենք խոսքին 2.80 կամ 2.90, բայց քարտոլը 30 կապեկով։ Դե հեչ մեկինա չես կարա մեղադարել, էդիկ շուկաները իրենք կորոշեն, վեր ապրանքը ինչ կանով առնեն, ինչ են։ Գյուղացուն ձերք ուտա, ձերք չի տա, էդիկ արդեն գյուղացուն խնդիրն է, որովհետև արդեն էդման են դառուցել, որ գյուղացի ջան, ինչ կուզես, էդման քո տանջանքդ վայել է։ Վերնոր շատ վատ է բնակչությանը համար։